Ավելի քան 5000-ամյա քաղաքակրթություն ունեցող հայկական լեռնաշխարհը հիրավի համարվում է մարդկության բնօրժաներից մեկը։ Հնդեվրոպացի հայերը այստեղ ստեղծել են ջուրօրինակ եւ բարձրարժեք մշակույթ։ Առաջին պետականությունները այստեղ կազմավորվել են դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի սկզբին, լինելով Շումերի, Աքքադի եւ Հին Եգիպտոսի ժամանակակիցը։ Հնագույն պատկերացումներում Հայաստանը դիտվել է որպես սրբազան լեռնաշխարհ։ Ըստ Աստվածաշնչի հիշատակությունների, մարդկությունը ծագել է հենց այստեղ, Եփրատի եւ Տիգրիսի սկզբնավորման երկիր դրախտավայրում։ Այստեղ է գտնվում նաև Տապանակիր լեռը, բիբլիական Արարատը։ Հայկական լեռնաշխարհը համարվում է նաև հնդեվրոպացի ժողովուրդների նախահայրենիքը։ Հայերը հնագույն գիր ունեցող ժողովուրդների շարքում են։ Ըստ ավանդության, հայոց նախահայրը Հայկը Նոյի Հաբետ որդու ժառանգներից էր։ Հայկական առաջին պետությունը կազմավորվել է մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում եւ մինչեւ 4-րդ դարի վերջերը Հայաստանը եղել է հին աշխարհի ուժեղագույն 3 պետությունների շարք։ 301 թվականին Հայաստանը առաջինն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Այնտեղ, որ մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն դուրս գալիս դեպի Գագաթ, սկսվում է Սիսիանը։ Ուղիղ սահմանագծին բարձրաչափի սլաքը կանգ է առնում 2344 մետրի վրա, որտեղից տեսանելի է շրջանի համայնապատկերը, ամենուր լեռների պարը, լեռներն իրար կապող, իրարից բաժանող ձորերի շարան։ Այլ խոսքով, բանաստեղծի պատկերավոր խոսքերով ասած, այստեղ սարեր կան սարերի վրա եւ ձորերի մեջ ձորեր կան մթին։ Մի կողմից ձգվում են Զանգեզուրի, մյուս կողմից Բարգուշատի լեռնաշղթաները։ Իսկ Սյունիքի բարձրավանդակն ասես Պարիսպ է շրջանի հարավարևելյան սահմանների համար, որի ամենաբարձր գագաթը, մեծ իշխանասարը, իր 3552 մետր բարձրությամբ ստվեր է գցում շրջակա բոլոր լեռնագագաթների վրա։ Մեծ եւ փոքր իշխանասարերը լեռնաշղթաների զարդն են։ Թվում է, թե դրանք մեծ եւ փոքր մասիստերի երկվորյակ եղբայրներն են։ Այստեղ առաջինը նրանք են ջերմակ հագնում, ավետելով ձմռան գալուստը, եւ ձմեռը շրջան է իջնում հենց այս լեռնաշղթաներից։ Մեծ իշխանասարի գագաթին ձյունաշերտերը պահպանվում են մինչև հուլիսի կեսերը։ Ու երբ լեռնաշղթաների սպիտակին տվող փեշերը գարնանային ջերմությունից կամաց հալվելով լցվում են ձորերը, լեռնաշխարհը կարծես միանգամից արթնանում է եւ կերպարանափոխվում կանաչ գույներով։ Շրջանն առանձնանում է իր բարեխառն եւ չափավոր ցամաքային կլիմայով։ Լեռնային գետերը արագահոս են գիժ ու գալարուն։ Մայրգետը Որոտանն է, իր Լորաձոր, Շաքի, Այրի, Սիսյան, Շաղատ եւ Արագլիճուր վտակներով։ Որոտանը Զանգեզուրի ամենահորդահոս եւ երկար գետն է, նրա երկարությունը կազմում է 179 կիլոմետր, որից 119 կիլոմետրը անցնում է Հայաստանի Հանրապետությունով։ Որոտանի բնական հրաշքը Շաքիի ջրվեժն է։ Այն գտնվում է Որոտանի կիրճում, քաղաքից 3 կիլոմետր հյուսիսարևմուտք, Շաքի վտակի վրա։ Ըստ ավանդության, Շաքիի ջրվեժը կրում է այն Սևաչյա ու երկարավարձ հայուհու անունը, ով գերադասեց քարաձերբերից իրեն կիրճը նետել, քան ենթարկվել Լենգ Թեմուրի հարեմ տանելու մտադրությամբ իրեն հետապնդող արյունորոշ զինվորների դժնի կամքին։ Շաքիի վարսերի պես ջուրը գահավիժում է 18 մետր բարձրությունից եւ կիրճում ստեղծում անկրկնելի մի հրաշք պատկեր անզուգական գեղեցկությամբ։ Իզուր չէ, որ այն համարվում է տարածաշրջանի 7 հրաշալիքներից մեկը։ Տարվա բոլոր եղանակներին այստեղ մշտապես ժամանում են զբոսաշրջիկներ, զմայլվելու բնության այս անձեռակերտ հրաշալիքով։ Սիսիանի տարածքում հաշվում են պատմության, մշակույթի, հնագիտության, քաղաքաշինության եւ արվեստի ավելի քան 292 հուշարձաններ։
Առավել աչքի են ընկնում եւ մեծ արժեք են ներկայացնում 9 հնություններ։ Կանգուն են մնացել շուրջ 15 եկեղեցիներ։ Սիսիանի պատմական հուշարձանների թվում շատ ինքնատիպ են եւ հատկանշական ժայռապատկերները, որոնք շատ լավ պահպանվել են 3000-ից 3300 մետր բարձրության վրա գտնվող ուխտասար եւ տաքջուր ժայռերի մակերեսներին։ Դրանք այնքան շատ են, որ թվարկել պարզապես հնարավոր չէ։ Յուրաքանչյուր ժայռապատկերի փորվածքը 1-ից մինչև 6 մմ է։ Հիմնականում լավ են պահպանվել, սակայն հատուկեն ժայռապատկերներ չեն դիմացել դարերի քննությանը եւ որոշ չափով հողմնահարվել են։ Ժայռապատկերներն անփոխարինելի պատմական սկզբնաղբյուրներ են։ Հայկական լեռնաշխարհում ապրող հնադարյան մարդը միայն իրեն հայտնի գործիքներով կերտելով իր արվեստին մուշները, հարուստ տեղեկություններ է թողել իր կենցաղի, պաշտամունքի, սովորությունների եւ զբաղմունքի մասին։ Ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի ֆաունայի ողջ հարստությունը, վերարտադրված են ժամանակի կենդանական աշխարհի ներկայացուցիչների, վայրի եւ ընտելացված կենդանիների, բեզոարյան ուղղաեղջյուր եւ գալարուն եղջյուրներով այծի, մուֆլոնի, եղջերուի, տուրի, ձիու, վարազի, շան, գայլի, շնագայլի, հովազի, արջի եւ արյուծի պատկերները, տեղ-տեղ հանդիպում են նաեւ զեբրի պատկերներ։ Ժայռապատկերներում չափազանց շատ են նետ ու աղեղով, տեգով, նիզակով, վահանով, լայնալիճ աղեղներով զինված որսորդների պատկերները, որսորդական պարանների, լասոնների, օղապարանների, թակարդի, որսորդական այլ հարմարանքների, սայլերի, արորների, ինչպես նաև տիեզերական պատկերացումների հետ առնչվող նկարները։ Ժայռապատկերները գրերի նախատիպն են, որոնք իրենց ժամանակի ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով եւ հնարավորություն տալիս վերհանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները։ Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ստեղծման ակունքները։ Սիսիանից շուրջ 3 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում մեգալիթյան դարաշրջանի մի կառույց, որը մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի ծնունդն է։ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը, որը հայտնի է նաև հայկական Stonehenge անունով, իր տեսակի մեջ առանձնահատուկ է, եզակի եւ դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ։ Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի մի համալիր է, տեղակայված 3 հեկտարից ավելի տարածության վրա։ Այն ծովի մակերևույթից բարձր է 1770 մետր։ Հուշարձանի բոլոր քարերը բազալտից են եւ նրանց մի մասի վրա կան անցքեր։ Կարծիք կա, որ այս հնագույն կառույցը իրենից ներկայացնում է հնագույն աստղադիտարան նախատեսված երկնային լուսատուների շարժը դիտելու եւ ժամանակը չափելու համար, իսկ քարերի վրա բացված անցքերը նախատեսված են տարբեր բարձրություններից որոշակի կետերից երկնային լուսատուների շարժմանը եւ դիրքին հետևելու նպատակով։ Հնագետները հիմնվելով հնագիտության տվյալների վրա գտնում են, որ զորաց քարերը կառուցվել են մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ հազարամյակի սահմանագլխին վաղ բրոնզե դարաշրջանում։ Որոշ աստղագետներ հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրա գտնում են, որ հուշարձանը ավելի հին է եգիպտական բուրգերից եւ 6000-ից 8000 տարվա պատմություն ունի։ Հուշարձանից մի քիչ հեռու Սիսիան Գորիս ճանապարհին է գտնվում արեղծվածային եւ հնամենի եւս մի կառույց՝ Պորտակարը։ Վերջինս գտնվում է Սիսիան քաղաքից 12 կիլոմետր հարավ-արևելք եւ համարվում է հանրապետական նշանակության հուշարձան։ Այն իրենից ներկայացնում է քարանձավի վերնամասի ժայռաբեկորային մի քանի քառակուսի մետր ողորկ հատվածից դուրս ցցված կոնաձև ելուստ, որին տեղաբնակները անվանում են Պորտակար։ Ժողովրդական հավատալիքներում հազարամյակներ շարունակ այն եղել է աշխարհի կենտրոնի եւ մարդկության առաջացման վայրը, երկրպագվել է որպես վերարտադրության ու պտղաբերության բեղմնավորող ուժի խորհրդանիշ։ Կառույցից քիչ հեռու Թասիկ եւ Արևիս գյուղերի միջև վեր է խոյանում մեկ այլ հրաշագեղ կառույց՝ Թանահատի վանքը։ Վերջինս 5-րդ դարի մի կառույց է եւ քանի որ այն շարված է կարմիր քարով, տեղացիները հաճախ այն անվանում են նաև Կարմիր վանք։
Ղևոնդի Ալիշանի վկայությամբ նախքան քրիստոնեության մուտքը Հայաստան այն եղել է հեթանոսական մեհյան։ Վերջինս օգտագործելով Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրությունները գտնում է, որ եկեղեցին կառուցվել է 491 թվականին։ Իսկ Ստեփանոս Օրբելյանը վանքը դիտել է որպես Սյունիքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը, Տաթևից հետո իր նշանակությամբ այն Սյունիքում համարվում է երկրորդը։ Վանքն ավերված վիճակում ևս պահպանվել է։ Վանքի վերակառուցման ժամանակ 1975 թվականին հայտնաբերվել է սեպագիր արձանագրության մի կտոր, որը պատկանում է Ուրարտական թագավոր Արգիշտի առաջինին, որի մի երեսին հետագայում քանդակվել է խաչի մի պատկեր։ Արձանագրության մեջ հիշատակվում է ծղուկ երկրի նվաճման մասին։ Վանքի շրջապատում կան խաչքարեր, որոնք պատկանում են 13-ից 17-րդ դարերին։ Պահպանվել են նաև գյուղատեղիներ, գերեզմանոց, բերդատեղ, դիկդաշ ուխտատեղին եւ այլն։ Սիսիանի հյուսիս-արևմտյան մասում մի բարձրադիր հարթության վրա է գտնվում Սյունի վանքը։ Երբեմն այն անվանվում է նաև Սուրբ Գրիգոր տաճար, Սուրբ Հովհաննես եկեղեցի կամ Սիսավան։ Կարծիք կա, որ հայկական ճարտարապետության այս հոյակերտ կոթողը կառուցվել է 7-րդ դարի վերջին։ Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայություններից ակնհայտորեն երևում է, որ Սյունի վանքը, որ Տաթևից եւ Թանահատից հետո երրորդն էր, կառուցել է մեծ բարեպաշտուհի Սյունյաց տիկին Վարազդուխտը Սուրբ Լուսավորչի անունով։ Սյունի վանքը, ինչպես նաև Հայաստանի հնագույն վանքերի մեծամասնությունը, կառուցվել է հեթանոսական տաճարների հիմքերի վրա, որը փաստվում է նրա անունով՝ Սյունի լույս արև։ Շրջակայքի մեր թվարկությունից առաջ 3-ից առաջին հազարամյակին թվագրվող դամբարանադաշտով, որը ձգվում է մինչև Զորաց քարեր, ինչպես նաև կից ծակ քարի կիկլոպյան բերդատեղիով։ Քաղաքից 14 կիլոմետր դեպի արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա է գտնվում միջնադարյան հայկական ճարտարապետության անզուգական հուշակոթողներից մեկը՝ Որոտնավանքը։ Այն հիմնադրվել է 10-րդ դարում Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Շահանդուխտը վանքի շրջակայքում շինում է նաև աղոթարան, ինչպես նաև արհեստանոցներ, պահեստներ եւ վանքը շրջափակում պարսպով։ Վանքի բակում Տաթևի օրինակով կանգնեցվում է սյուն, որը նշանակում է, որ այս վանքում ձեռնադրվել են եկեղեցականներ, օծվել են իշխաններ եւ այլն։ 1104 թվականին Որոտնավանքը ավերվում է սելջուկների կողմից եւ հետագայում զարթոնք ապրում օրբելյանների ժամանակ։ Որոտնավանքում գիտական եւ եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի եւ Տաթևի միջև, հիմնադրելով Տաթևի համալսարանը։ Վանքին առանձին շուք է հաղորդում նաև վերջինիս բնական դիրքը։ Վանքի գավթից բացվում է Որոտանի կիրճի շքեղ համայնապատկերը։ Վանքին հարակից գտնվում է Որոտնաբերդը, որը Սյունիքի նշանավոր բերդերից մեկն է։ Այն գտնվում է Որոտան գյուղի դիմացի ժայռի վրա։ Թվում է, թե Բերդն ու ժայռը միասին են ծնվել։ Բերդի երեք կողմերում Որոտանի անդնդախոր կիրճերն են։ Այն հաճախ կոչվում է նաև Դավիթ բեկի Բերդ։ Այստեղ է, որ նրա զորաճոկատները համար կռիվներ են մղել թուրք նվաճողների դեմ։ Քիչ ներքև գտնվում է Մելիք Թանգիի կամուրջը, որը կառուցվել է 1855 թվականին Որոտան գետի վրա, հնամենի Որոտն իշխանանիստ գյուղի մոտակայքում Սյունյաց Մելիք Թանգիի կողմից։ Կամուրջի շինարարության ժամանակ օգտագործվել են շրջակայքում եղած ավելի վաղ շրջանի ավերված եկեղեցու եւ գերեզմանատան քարերը։ Կամուրջը գտնվում է անմիջապես Որոտնաբերդի քարաժայռի տակ, վերջինս մեծ ամրություն եւ գեղեցկություն է հաղորդում կամրջին։ Որոտանի ձախապնյա շրջանաձև բարձրավանդակի վրա Սիսիանից 7 կիլոմետր դեպի արևելք գտնվում է Աղիտոյի հուշակոթողը։ Վաղ միջնադարում
Աղետուն իր քաղաքական, կրոնական, ռազմական եւ տնտեսական ազդեցությամբ եղել է Սյունիքի առաջին բնակավայրերից մեկը։ Աղետուն հայտնի է իր հռչակավոր կոթող մաղարձանով, որը կառուցվել է 6-րդ կամ 7-րդ դարերում։ Հուշարձանը եռահարկ կառույց է։ Դամբարանի վրա վեր են խոյանում երկու ուղղանկյուններ, իսկ կենտրոնի ութանիսությունը ավարտվում է ոլորազարդ խոյակով։ Սրանց վրա բարձրանում են Սուրբ Երրորդությունը խորհուրդը նշող 3 կամարները։ Մահարձանի քանդակները նման են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի եւ Զվարթնոցի քանդակային ձևերին։ Այս մահարձանը Օձունի հուշակոթողի հետ միասին Հայաստանում պահպանված հազվագյուտ մեմորիալ հուշարձաններից է։ Սիսիանի տարածաշրջանը աչքի է ընկնում նաև իր հրաշագեղ ջրային ռեսուրսներով։ Այստեղ կան եւ բնական լեռնային լճեր եւ արհեստական ջրամբարներ։ Իրենց մեծությամբ եւ գեղեցկությամբ աչքի են ընկնում Սպանդարյանի, Տոլորսի եւ Շամբիի ջրամբարները, որոնք ոչ միայն հիանալի ձկնորսական վայրեր են, այլև նպաստավոր են լողի եւ լիարժեք հանգստի համար։ Տոլորսի ջրամբարում է գտնվում Աշոտավան գյուղի կիսաջրասույս եկեղեցին, որը տարիներ ի վեր պայքարում է ջրի քայքայիչ ազդեցության դեմ։ Տարածքը հարուստ է քաղցրահամ, սառնորակ ու վճիտ եւ ինչպես ասում են, 1000 ու մի աղբյուրներով, դեռևս ոչ ոքի չի հաջողվել հաշվել դրանց թիվը։ Սիսիանցիները աղբյուրապաշտ են։ Ամեն մի հանդում մի աղբյուր կա, ամեն մի աղբյուր մի քարտաշ վարպետի մի բնասերի անունն է կրում։ Ամեն մի աղբյուր ճարտարապետական փոքրիկ մի կոթող է, իսկ բոլոր աղբյուրների զարդը մեծ հայրենականի 40-ամյակի պատվին կառուցված 40 աղբյուր հուշարձանն է, որի հեղինակը հայազգի մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի որդին է, Արեգ Իսրայելյանը։ Սիսիանը հարուստ է քաղցրահամ եւ հանքային ջրերով։ Որոտան գյուղում օրինակ երկրաբանները հայտնաբերել են հանքային մի նոր աղբյուր, որտեղ ջրի ջերմությունը հասնում է 50 աստիճան Ցելսիուսի։ Հին ժամանակներից սկսած մարդիկ այս աղբյուրներն անվանել են թթու ջուր կամ կծու ջուր։ Սիսիանի մշակութային կենտրոնների շարքում հատկապես առանձնահատուկ է Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանը, այն հիմնադրվել է 1990 թվականին։ Թանգարանն ունի Սիսիանի եւ Սյունիքի պատմությունը ներկայացնող հարուստ պատմահնագիտական եւ ազգագրական անզուգական արժեքներ։ Քարերի հետաքրքիր հավաքածու է պահվում թանգարանում, ձևավորված հնագիտական բեղումներից եւ պատահական գտածոներից։ Այստեղ են հանգրվանում 1990 թվականից առ այսօր Սիսիանում կատարված հնագիտական ուսումնասիրությունների արժեքները։ Քարերի հետաքրքիր հավաքածու է պահվում Սիսիանի պատմության թանգարանի քարադարանում։ Իր ոճի մեջ եզակի է քարադարանի մուտքի դարպասը, աստիճանաձև կառուցված մուտքով։ Վերջինիս եզերում է հսկա բազալտե քիվը, քարադարան վերտառությամբ։ Քարադարանում են գտնվում Ուխտասարից բերված ժայռապատկերներ, հեթանոս տաճարների խարիսխներ, խաչասալ, խաչքարեր, խոյակարեր եւ այլն։ Քարադարանի ձախ կողմում կառուցվել է հայ մեծանուն պատմաբան Բյուզանդագետ ծագումով Սիսիանի բռնակոտ գյուղից Նիկողայոս Ադոնցի հուշահամալիրը։ Նիկողայոս Ադոնցի անունով է կոչվում Սիսիանի պատմության թանգարանը։ Այն զբոսաշրջիկների մշտական այցելավայրերից է։ Սիսիանի նշանավոր գյուղերի եւ բնակավայրերի շարքում առանձնահատուկ են Անգեղակոթը, Բռնակոթը, Լորը եւ ուրիշները։ Անգեղակոթը գտնվում է Սիսիանից 17 կիլոմետր հյուսիս։ Այն Սյունիքի նշանավոր եւ հնամենի գյուղերից մեկն է։ Գյուղում կանգուն են նրա 7 եկեղեցիներից երկուսը։ Գյուղի մերձակայքում է նաև հինավուրց խաչքարերով հայտնի միջնադարյան գերեզմանոցը։ Գյուղում եւս հանդիպում են բազմաթիվ քարակերտ հուշարձաններ։ Անգեղակոթի մերձակայքում է գտնվում Սուրբ Վարդանի ուխտատեղին, որտեղ ըստ պահպանված ավանդության հանգչում է Վարդան Մամիկոնյանը։ Անգեղակոթում են տեղի ունեցել մի շարք պատմական կարևորագույն իրադարձություններ։ Այն իշխանական կարևոր կենտրոն էր եւ 1699 թվականին հենց Անգեղակոթում է Իսրայել օրին Սյունիքի մելիքների հետ գումարել իր պատմական նշանակության ժողովը։
2005-ից 2006 թվականներին գյուղի մերձակայքում հայ եւ արտասահմանցի հնագետները պեղել են մի նշանավոր հնավայր, որի գտածոները համադրվում են մեր թվարկությունից առաջ 6-ից 4-րդ հազարամյակների միջագետքյան նեոլիթյան մշակույթի հետ։ Իսկ ինչ վերաբերում է բռնակոտ բնակավայրին, ապա այն գտնվում է Սիսյանից 7 կիլոմետր դեպի արևմուտք։ Այն Սյունիքի նշանավոր մելիքական կենտրոններից էր։ Գյուղը հանրահայտ է ինչպես իր հուշարձաններով, եկեղեցիով, պատմությամբ, այնպես էլ իր նշանավոր գործիչներով։ Այստեղ է ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը։ Այլ խոսքով, խոսող քարերի, ձեռագերտ եւ անձեռագերտ հրաշալիքների երկիր Սիսյանը սպասում է ձեզ։ Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, քարե արցունք է, քարե ժպիտ, քարե սարսուռ է ու քարե սունկ է, քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ, քարերի վրա քարե վագրեր են, ուր որ է պիտի պատրեն իրար, քարե երթեր են, քարե վանքեր են, քարե հավքեր են քիվերն իվար, քարե մրրիկ է ու քարե բուք է, քարե բողոք է ու քարե բերդ, քարե շեփոր է, քարե թմբուկ է, քարե թափոր է, քարերի երթ, քարե ընդվզում, քարե տանջանք է, քարե ավար է ու առևանգում, քարե զարմանք է ու զարհուրանք է, քարե թռիչք է, քարե անկում, քարե ամպրոպ է ու ծիածան է, քարե լծկան է ու քարե մաչ, քարե մագաղատ, քարե մատյան է, քարե խորուրդ է ու քարե խաչ։ Մեր բաժին Աստված քո սիրտն էլ քար էր, որ մեզ քարերը տվիր նվեր, բայց քո կյանքը կարճ մերը երկար էր ու երկարում է քարերն ի վեր։